Եվ այսպես SEO, ինչ է այն իրենից ներկայացնում, ինչու է այդքան կարևոր եւ ինչու են մարդիկ թերագնահատում այս մասնագիտությունը։ Սա հապավում է Search Engine Optimization հայերենով որոնողական համակարգերի օպտիմալացում։ Իսկ որոնք են այդ որոնողական համակարգերը, դրանցից ամենահայտնին եւ բոլորից շատ սիրելի Google-ն է, որից օգտվում է աշխարհի օգտատերերի, ինտերնետ օգտատերերի 70%-ից ավելին։ Երբ մենք որևէ հարցի պատասխան ենք ցանկանում իմանալ, բացում ենք Google-ը, գրում ենք մեր հարցը կամ անում ենք ձայնային որոնում եւ Google-ը դրա փոխարեն մեզ տալիս է կայքեր, գտնում է կայքեր մեզ համար, որտեղ կան մեր հարցերի պատասխանները։ Հենց սրա համար էլ պատասխանատու է SEO-ն։ Կարծում եմ, երբևէ չեք էլ մտածել այդ մասին, թե ինչպես է առհասարակ Google-ը գտնում, ինչեր է հաշվի առնում, ինչ չափանիշներով է գտնում մի կայքը եւ չի գտնում մյուս կայքը։ Եվ տեսնում եք նաեւ այլ որոնողական համակարգեր, Bing-ը օրինակ Ամերիկայում են շատ օգտագործում, Yandex-ը Ռուսաստանում, Yahoo-ն եւս Ամերիկայում է շատ օգտագործվում եւ այլն։ Հիմա սա կարծում եմ գուշակեցիք, որ Facebook-յան edge է, chesscool.am կայքի Facebook-յան edge-ն է։ Տեսնում եք, որ այն ունի 12220 հավանում։ Այսինքն նշանակում է, որ այսքան մարդ այս կայքի մասին գիտի հենց Facebook-ում եւ հետևում է։ Հիմա ուշադրություն դարձրեք այս անալիտիկային, սա Google Analytics-ն է, ցույց է տալիս, թե կայք մեկ ամսվա ընթացքում քանի մարդ է եկել եւ որտեղից։ Ուշադրություն դարձրեք օրգանիկ search-ը, այսինքն սրանք են մարդիկ են, ովքեր Google-ում են փնտրել որևէ բան շախմատի հետ կապված եւ այնտեղից եկել են կայք 4509 է։ Social-ը, այսինքն սոցիալական ցանցերը, իսկ chesscool.am-ը ունի միայն Facebook-յան edge 3764 է, այսինքն ավելի քիչ, քան օրգանիկը։ Direct-ը դա ուղիղն է, այսինքն մարդիկ հավաքել են բրաուզերում կայքի անվանումը եւ մոտ գործել եւ ռեֆերալը այլ կայքերից։ Ինչ է ստացվում այս պատկերից։ Ստացվում է, որ ավելին քան սոցիալական մեդիայից է, սոցցանցերից մարդիկ եկել են Google-ից։ Այսինքն, եթե կայքը օպտիմալացված չլիներ որոնողական համակարգերի համար, SEO-ն անտեսեին, 4509 մարդ պարզապես կայքում չէր հայտնվի եւ վաճառք չէր իրականացվի։ Կարող եք մուտք գործել եւ տեսնել, որ կայքը իրականացնում է վաճառք, վիդեոդասեր է վաճառում, ստացվում է, որ Google-ը գտնելով այս կայքը, մարդկանց ասում է դրա մասին եւ եթե 4500-ից գոնե 10%-ն էլ կատարի գնում, արդեն նշանակում է, որ բիզնեսը ծաղկում է։ Որն է SEO-ի դերը։ Եթե մենք ունենք կայք, կարևոր չի ինչ կայք է։ Եթե այդ կայքը, ապա պետք է, որպեսզի այն մարդկանց հարցումներին ի պատասխան հայտնվի Google-ի եւ մյուս որոնողական համակարգերի որոնման արդյունքում, որպեսզի մարդիկ իմանան մեր մասին։ Այսինքն ստացվում է, որ եթե այստեղ վաճառվում են շախմատի վիդեոդասեր, մարդիկ փնտրում են Google-ում որևէ բան, շախմատ, երկրորդ, երրորդ դասարան եւ այլն, եւ հայտնվում են այդ կայքում։ Հայտնվում են, տեսնում են, որ այնտեղ կա այն, ինչ իրենք փնտրում են եւ գնում են։ Հիմա տեսեք, Google-ում գրել ենք շախմատ երկրորդ դասարան պատասխաններ։ Հայտնվել է թե առաջին, թե երկրորդ տողում chesscool.am կայքը, երրորդ տողում YouTube-ն է, որը եւս chesscool-ին է պատկանում։ Ինչ է ստացվում, որ մենք SEO-ի միջոցով վաճառում ենք մեր ապրանքը։ Կլինի դա շախմատը, կլինի on-line որևէ խանութ կամ ցանկացած բան, եթե կա կայք, կայքը պետք է վաճառի, այն պետք է հայտնվի մեր որոնման արդյունքում։ Իսկ դրա համար պատասխանատու է հենց SEO-ն։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ դա շատ կարևոր է եւ թերագնահատել այս մասնագիտությունը հարկավոր չէ։ Հիմա խոսենք SEO-ի փուլերից։ Ես դրանք բաժանել եմ 4-ի. հետազոտություն, աուդիտ, օպտիմալացում եւ հեղինակություն։ Ինչ ենք անում առաջինը, դա SEO-ի հետ, ոչ միայն SEO-ի հետ է կապված, ցանկացած պարագայում, ցանկացած գործի մեջ առաջին հերթին պետք է սահմանել նպատակ, հասկանալ ինչ ենք մենք անում։ SEO-ի պարագայում եւս այդպես է, մենք սահմանում ենք նպատակ, ինչ խնդիրներ ենք մենք լուծելու,
Երկրորդը ընտրում ենք հիմնաբառեր։ Հիմնաբառերը այն բառերը, բառակապակցություններն ու նախադասություններն են, որոնք մենք փնտրում ենք որոնողական համակարգերում պատասխան ստանալու ակնկալիքով։ Ենթադրենք, ցանկանում ենք գնել սև վերնաշապիկ տղամարդու, հա, բացում ենք Google ու գրում ենք տղամարդու սև վերնաշապիկ, դա հենց մեր հիմնաբառ։ Ընտրում ենք հիմնաբառերը, որոնցով մենք ցանկանում ենք, որպեսզի մեր կայքը հայտնվի որոնման արդյունքում։ Իհարկե նաև ուսումնասիրում ենք այս հատվածում մեր մրցակիցներին։ Դա շատ կարևոր է, պետք է հասկանալ, թե ինչպիսի ուժեղ եւ թույլ կողմեր ունեն մեր մրցակիցներ, որպեսզի նաև մեր ճանապարհը գծենք։ Երկրորդ փուլում անում ենք աուդիտ, հասկանում ենք մեր տեխնիկական խնդիրները, արդյոք կայքը ինդեքսավորվում։ Երրորդ փուլում արդեն սկսվում է օպտիմալացումը։ Օպտիմալացնում ենք մեր կոնտենտը, նաև լոկալ օպտիմալացում ենք անում, տեխնիկական եւ այլն, այսինքն հետազոտությունից, աուդիտից հետո մենք սկսում ենք ռեալ առաջխաղացումը։ Եվ վերջում, այդ ամենից հետո, երբ մենք ենթադրենք գրել ենք կոնտենտ, դրա մասին իհարկե կխոսենք, դա այլ թեմա է, սկսում ենք աշխատել հեղինակության վրա։ Սոցմեդիաները, դա ինչ-որ չափով իհարկե կապված է SEO-ի հետ, հետադարձ ցղումները, դրանք եւս շատ կարևոր են SEO-ում, անհրաժեշտ է այլ կայքերից բերել հետադարձ հումներ մեր կայք, որովհետև որքան դրանք շատ են, այնքան Google-ը համարում է, որ ձեր կայքը հեղինակավոր է եւ արժի ցույց տալ որոնման արդյունքում սովորելու ենք նաեւ թե ինչպես այդ հետադարձ հղումները ստանալ, որը այդքան էլ ի դեպ հեշտ չէ։ Այնպես որ գնացինք առաջ, եղեք ուշադիր։